Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ And now, it is my great privilege to invite the Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, Mrs. Zhanna Andreasyan, to deliver the welcome speech. Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, օրենսդիր եւ գործադիր մարմինների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, ձերդ գերազանցություն դեսպաններ, ակադեմիական եւ գիտական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ուսանողներ, ֆորումի հարգելի մասնակիցներ։ Ժամանակակից իրականությունն այն տեսքով, ինչպես մենք այն ճանաչում ենք, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտության արգասիք է։ Ինչով ենք մենք երթևեկում, ինչպես ենք հաղորդակցվում, ինչպես ենք կառուցում շենքեր եւ ճանապարհներ, բուժում հիվանդություններ եւ այսպես շարունակ։ Գիտելիքի ճանապարհը երբեք հեշտ չի եղել։ Յուրաքանչյուր դարաշրջանում նորարարությունը, մտքի թռիչքը ընդունվել են սվիններով, թերահավատությամբ, կասկածով, երբեմն նույնիսկ ծայրահեղ մերժողականությամբ եւ գաղափարների հեղինակների համար ողբերգական ելքով։ Գիտելիքը փոխում է մարդուն, փոխում է հանրությունը, իսկ ցանկացած փոփոխություն անորոշություն է, որն էլ ամենից հաճախ առաջ է բերում վախի զգացողություն։ Հետևաբար գիտելիքի ճանապարհը անորոշությունների եւ վախերի հաղթահարման ճանապարհ է։ Սակայն ոչ միայն։ Գիտելիքը նաեւ ժողովրդավարության եւ խաղաղության ուղիղ ճանապարհ է։ Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել եւ դրանով իսկ կառավարել։ Փակելով գիտելիքի եւ տեղեկատվության ճանապարհը հնարավոր է առաջացած տարածությունը լցնել ապատեղեկատվությամբ, դիմացինի հանդեպ թշնամանքով, կառուցել այն կերպարները, որոնց դեմ հետո մղում են պայքարել։ Իրական գիտելիքը, քննական ու վերլուծական հայացքը, մտքի աշխատանքն է, որ ազատագրում են, ամրապնդում ժողովրդավարությունն ու խաղաղությունը, ճանապարհ բացում զարգացման համար։ Հետևաբար թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ այսօր բոլորս հավաքվել ենք խոսելու գիտելիքի, հետազոտության եւ նորարարության միջավայրի մասին եւ դրա շրջանակում ակադեմիական քաղաքի մասին, որը լինելու է ոչ միայն գիտելիքի, հետազոտության եւ նորարարության հայաստանյան կենտրոն, այլև դառնալու է միջազգային հարթակ, հասանելի եւ բաց ցանկացած համագործակցության համար։ Կրթության ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության միակ ոլորտային ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ, հաստատվելով ազգային ժողովի կողմից։ Շուրջ 3 տարի առաջ ազգային ժողովը քվեարկեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի օգտին, որը հռչակում է մի կարևոր տեսլական։ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։ Մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացին, հասարակության յուրաքանչյուր անդամը։ Կրթության զարգացման տեսլականն է, յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով եւ կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել եւ հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը, ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։ Ծրագրի վերջնական նպատակը ազգային եւ համամարտկային արժեքների վրա հիմնված Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ եւ միջազգայինորեն մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն եւ կհանրահռչակվի կրթությունը որպես հանրային բարիք, ապահովելով կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը ձևավորելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում եւ մասնակցային ժողովրդավարության վրա հենվող հանրային համերաշխություն։ Ավելի պարզ ասած, կրթության ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է եւ կրթական համակարգը պետք է բացահայտի եւ նպաստի այդ տաղանդի զարգացմանը։ Վերջին տարիներին հատկապես համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում արձանագրվում է կրթության ոլորտի պետական հատկացումների էական կրճատում, նույնիսկ խոշոր եւ զարգացած երկրների պարագայում։ Մասնավորապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի շուրջ 1 ամիս առաջ հրապարակված վերլուծությունը ցույց է տալիս,
որ կրթության ոլորտի ֆինանսավորումը շարունակում է կրճատվել եւ հաջորդ տարի միջինում եւս 24% կրճատման ռիսկ է պարունակում, որն արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում եւս 6 միլիոն երեխայի կրթությունից դուրս մնալու, իսկ մյուսների համար կրթության որակի վատթարացման համար։ Հայաստանի Հանրապետությունը, անցնելով համավարակով եւ պատերազմով, դիմագրավելով հետպատերազմական իրավիճակի մարտահրավերները ոչ միայն չի կրճատել կրթությանն ուղղվող բյուջեն, այլև տարեցտարի հետևողականորեն ավելացրել է այն։ Եթե 2021-ին կրթության ոլորտին ուղղվող պետական հատկացումը կազմել է 149 միլիարդ դրամ, ապա 2025-ին կրթության ոլորտի բյուջեն արդեն իսկ կրկնապատկվել է 21-ի համեմատ։ Հաջորդ տարի կրթությանը հատկացվող միջոցները կլինեն ռեկորդային Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեջ։ Եվ այս ոլորտում ներդրվող ջանքերի մեջ առանձնանում է ակադեմիական քաղաք ծրագիրը որպես մեգա ծրագիր։ Ինչի մասին է ակադեմիական քաղաքի ծրագիրը։ Նախ եւ առաջ, արդյոք ակադեմիական քաղաք արտահայտության մեջ քաղաք բառն իսկապես հղում է քաղաքին։ Այո, այն իսկապես քաղաք է, ճանապարհներով եւ այգիներով, սպորտային եւ մշակութային ենթակառուցվածքներով, սովորելու եւ սովորեցնելու, հետազոտելու եւ արարելու, գաղափարներ իրականացնելու, նոր տեխնոլոգիաներ ստանալու եւ գիտելիքը առևտրայնացնելու, ինչպես նաեւ պարզապես լավ ժամանակ անցկացնելու լայն հնարավորություններով։ Արդյոք ուրեմն այս ծրագիրը շինարարության մասին է։ Իհարկե, ծրագիրը ենթադրում է խոշորածավալ ենթակառուցվածքի ձևավորում, բայց առաջին հերթին այն բովանդակության մասին է, որին էլ հարմարեցվելու է ենթակառուցվածքը։ Որն է այդ բովանդակության էությունը։ Այդ բովանդակության էությունը մրցունակ եւ բարձրորակ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն է, որն առաջին հերթին հանրային բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների բարեփոխման օրակարգն է ձևակերպում։ Ու ես չափազանց ուրախ եմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքը, որն ընդունվեց ազգային ժողովի կողմից, ստորագրվեց պարոն նախագահի կողմից եւ այսօրվանից արդեն ինստիտուցիոնալ կերպով փոխելու է մեր բարձրագույն կրթության եւ գիտության իրականությունը, նրանք ավելի ու ավելի ինտեգրելով։ Օրենքն առանձին հոդվածով անդրադառնում է ակադեմիական քաղաքին, սահմանում դրա նվազագույն կարգավորումները։ Օրենքը նաև միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության ինստիտուցիոնալ հիմքերն է դնում, լիցենզավորման եւ հավատարմագրման նոր չափանիշներով, կառավարման եւ թափանցիկության նոր համակարգերով, ինքնավարության եւ ֆինանսավորման նոր գործիքակազմերով։ Հենց այս օրերին մենք քննարկում ենք նաև գիտության մինչև 2030 թվականի զարգացման նոր ռազմավարությունը, որը կառուցելով վերջին տարիներին կառավարության կողմից գիտության ոլորտում իրականացված էական ներդրումների եւ ձևավորված բարենպաստ միջավայրի վրա սահմանում է զարգացման նոր թիրախներ։ Մասնավորապես 2018-ից ի վեր կառավարությունը շուրջ 280%-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը։ Այդ թվում մինչև 300%-ով բարձրացվել են գիտաշխատողների բազային վարձատրության չափերը։ Մեծածավալ ներդրումներ են իրականացվել գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, ինչի շնորհիվ այսօր ոչ միայն մեր գիտնականները մեր իսկ լաբորատորիաներում են իրականացնում այն հետազոտությունները, որոնց համար նախկինում ստիպված էին մեկնել այլ երկրներ, այլև մեր կենտրոններում են հետազոտական գործունեություն ծավալում աշխարհի տարբեր երկրների տարբեր հետազոտողներ։ Գիտության նոր ռազմավարությունը արդեն իսկ արձանագրված արդյունքների հիման վրա սահմանում է զարգացման հաջորդ փուլի թիրախները։ Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքը եւ գիտության զարգացման ռազմավարությունը այսպիսով կրթության զարգացման պետական ծրագրի հետ միասին կազմում են այն ինստիտուցիոնալ հենքը, որի վրա պետք է բարձրանա եւ զարգանա ակադեմիական քաղաքը։ Ուստի ակադեմիական քաղաքը ոչ միայն առանձին վերցրած խոշորածավալ ծրագիր է, այլ նաև բարձրագույն կրթության եւ հետազոտության ինստիտուցիոնալ ռեֆորմի ուղիղ միջավայրն է։ Ինչ պայմաններում է հնարավոր ակադեմիական քաղաքը։ Ակադեմիական քաղաքի անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը ժողովրդավարությունն ու խաղաղությունն են։ Մտքի եւ նորարարության լավագույն միջավայրը ազատ ստեղծագործելու միջավայրն է։ Ակադեմիական ինքնավարություն եւ ազատություն, համագործակցություն եւ քննարկում։ Սրանք բառեր են, որոնք քաղաքի առանցքն են, դրա հաջողության բովանդակային գրավականը։ Մենք տեսել ենք բազմամիլիոնանոց նախագծեր, որտեղ շենքերը կանգնել են, սակայն մնացել դատարկ, որովհետև ենթակառուցվածքը կարևոր է, բայց մարդիկ, միջավայրն ու արժեքներն են այդ ենթակառուցվածքին շունչ տալիս, ապրեցնում կամ մերձնում։ Ում համար է ակադեմիական քաղաքը։
Ակադեմիական քաղաքը բոլորի համար է։ Այն մի տեղ է եւ մի ծրագիր է, որը համախմբում է։ Ընդ որում համախմբում է սկսած նախապատրաստական փուլից։ Մենք այսօր ունենք ակադեմիական քաղաքի շուրջ փորձագիտական եւ ճարտարապետական լավագույն մտքի համախմբում։ Մենք միավորել ենք հեղինակավոր կազմակերպությունների եւ ճարտարապետների ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, շարժունության նախագծի, քաղաքաշինական վերլուծությունների համար։ Համախմբել ենք աշխարհի հեղինակավոր համալսարաններին ակադեմիական քաղաքում տեղակայվող առանձին կլաստերների ուղղությամբ հանրային համալսարանների հայեցակարգերի մշակման, ակադեմիական քաղաքի կառավարման մոդելների մշակման համար։ Մենք ներգրավել ենք հեղինակավոր խորհրդատուների ակադեմիական քաղաքի ներդրումային փաթեթների մշակման համար։ Նախապատրաստական փուլից սկսած մենք համախմբել ենք նաև մեր համալսարաններին եւ գիտական ինստիտուտներին։ Նրանք արդեն ավելի քան 1.5 տարի տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերում քննարկում են ակադեմիական քաղաքում գործունեության բովանդակային եւ կառուցվածքային մանրամասները։ Մենք համախմբել ենք ուսանողներին եւ աշակերտներին եւ հանրային արշավներ սկսել հանրապետության բոլոր մարզերում, 14 խոշոր քաղաքներում, ներկայացնելով ծրագիրը եւ հրավիրելով մաս կազմել դրան, քննարկել եւ առաջարկել։ Հանրային քննարկումն ու մասնակցությունը մեր աշխատանքի մեթոդաբանությունն է։ Ակադեմիական քաղաքը տաղանդների զարգացման հրաշալի միջավայր է դառնալու դրան ուղղված առանձին ծրագրերով եւ մեր բոլոր երեխաներն ու սովորողները տեղ ունեն այնտեղ։ Ավելորդ չի ասել, որ ակադեմիական քաղաքում լինելու են նաև ավագ դպրոցներ, ավելի վաղ փուլից սկսելով մասնագիտական կողմնորոշումն ու հետագա համալսարանական կյանքին ինտեգրումը։ Ակադեմիական քաղաքը համախմբել է նաև պետական ու տարածքային մարմիններին, համայնքներին, որտեղ այս ծրագրի իրականացումը պահանջում է բազմակողմանի եւ բազմաշերտ աշխատանք տարբեր մարմինների կողմից, ճանապարհներ եւ կոմունալ ենթակառուցվածքներ, կանաչապատում, ոռոգում, մետրո եւ երկաթուղի։ Ակադեմիական քաղաքը համախմբում է նաև մասնավորին, հրավիրելով ներդրումներ կատարել, կառուցել, մասնակցել ակադեմիական քաղաքի շինարարությանը, նաև մաս կազմել ակադեմիական քաղաքին։ Օրինակ, տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գրասենյակները ակադեմիական քաղաքի ստարտափ թաղամասում, համատեղ հետազոտություններ եւ կրթական ծրագրեր նախաձեռնել։ Բազմաթիվ միջոցառումներ կարող են պլանավորվել եւ կազմակերպել ակադեմիական քաղաքում նախատեսվող ազգային ստադիոնում, սպորտային մյուս ենթակառուցվածքներում։ Բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը կարող է հյուրընկալել փառատոններ, համերգներ, ներկայացումներ, համաժողովներն ու քննարկումները ակադեմիական քաղաքի անբաժան առօրյան են լինելու որպես մտքի եւ նորարարության քաղաք։ Ակադեմիական քաղաքը համախմբում է նաև միջազգային եւ մասնավոր բուհերին, որոնց տեղակայման համար նախատեսված են առանձին տարածքներ։ Ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների համար նախատեսված ընդարձակ կացարանները օտարերկրյա ուսանողների եւ ակադեմիական ու գիտական աշխատակազմի ներգրավման մեծ հնարավորություններ են տալու։ Ակադեմիական քաղաքն այսպիսով կարող է դառնալ նաև տարածաշրջանային հաբ, միավորելով տարբեր երկրների ուսանողների եւ բուհերի, հետազոտական խմբերի։ Սա այն ծրագիրն է, որ հետևելով մեր կառավարության առաջնահերթ օրակարգին, խաղաղության խաչմերուկին ցույց է տալիս այն հնարավորությունները, որ կարող են լրացնել բաց սահմանները բովանդակային համագործակցության նոր հեռանկարով, խաղաղության խաչմերուկը վերածելով նաև գիտելիքի եւ նորարարության խաչմերուկի։ Ակադեմիական քաղաքը հետևաբար բոլորիս համար է եւ բոլորիս մասին է։ Այսօր այն համախմբել է մեզ այս սրահում եւ շարունակելու է համախմբել մեր ջանքը գիտելիքի ու նորարարության համար, գիտելիքի ու նորարարության միջոցով։ Ապագան սկսվում է այսօր ակադեմիական քաղաքից։ Շնորհակալություն։